Բարի երեկո արգել հեռուստադիտողներ, եթերում Գալանյուս հավելվածն եմ, տաղավարում այսօր հյուրընկալել ենք Ազգային ժողովի պատգամավոր Հովիտ Ախմբակցյանի ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանին։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Ներկայումս ստեղծված քաղաքական իրավիճակը բավականին հետաքրքիր է եւ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, վերլուծաբաններ տարբեր ձևով են գնահատում ստեղծված իրավիճակը, ամենադրականից սկսած, ամենաբացասականով վերջացրած։ Ես կուզենայի լսել ձեր կարծիքը, Հովիտայի կարծիքը այս պարագայում, եւ արդյոք դուք հիշում եք այն տեսակետը, որ քաղաքական իրավիճակը բավականին ճաճացած եւ այսպես կործանարար է Հայաստանի պետականության համար։ Կործանարար։ Անկեղծ ասած, վերջին շրջանում բազմաթիվ գնահատականներ են տրվել, որոնցից ոչ բոլորի հետ կարելի է համաձայնել։ Ես հավանաբար կասեի, որ սպասումների ժամանակաշրջան ենք ապրում, քաղաքական սպասումների ժամանակաշրջան, բայց ես շատ պիտի ուզենայի, որ այդ սպասումները դրական սպասումներ լինեն, բայց ավաղ, եթե այսպես կշռում ես օդի մեջ սպասումները, ըստ էության դրանք ավելի շատ բացասական սպասումներ են եւ բացասական սպասումները երբեք չեն կարող կառուցողական լինել եւ երբեք չեն կարող համախմբիչ լինել։ Եվ այն ընդհանուր մթնոլորտը, որ այսօր կա Հայաստանում, եւ եթե որոշ նաեւ սոցիոլոգիական այսպես պատկեր էլ հավելեմ դրան, մոտարապես խոսքային մասին է, որ Հայաստանի բնակության 65% իր հեռանկարը Հայաստանում չի տեսնում, երիտասարդության ճնշող մեծամասնությունը ձգտում է կրթություն ստանալ դրսում, իսկ մենք շատ լավ գիտենք, թե այդ դրսում կրթություն ստանալը նաև ինչ շերտեր ունի իր մեջ, եւ ընդհանրապես այս փախուստի վիճակը, որ կա մեր ընդհանուր ազգային հոգեկերտվածքում եւ հատկապես սրությամբ այս վերջին շրջանում է, այս ամենը ինքնին քաղաքական գնահատական է։ Եվ մի բան հստակ է, այսօր մեր հասարակությունը չունի քաղաքական համերաշխության այն որակը, որը պետք է նպաստավոր լիներ ոչ միայն երկրի կայունացման, այլ զարգացման հեռանկարի իմաստով։ Այստեղ փախուստ ինչից, փախուստ սոցիալական փախուստ իրականությունից, բայց այս ամենի հիմքում անշուշտ սոցիալական արդարությունն է, այն կացությունը, այն քաղաքական որակները, այն քաղաքական մշակույթը, որի մեջ ապրում է Հայաստանը, եւ այդ քաղաքական որակներն ու քաղաքական մշակույթը ըստ էության հենց այնպես քաղաքական գնահատականներ չեն կամ այսպես ապրիորի գնահատականներ չեն, դրանք իրողություններ են, որոնք ունեն թե իրենց այսպես պատկերը ունեն տնտեսական կյանքում, քաղաքական կյանքում, մեր բարոյահոգեբանական կերտվածքում եւ երբեք դու լավ տեղից չես մտածում փախուստի մասին, միշտ փախնում ես այնտեղից, որտեղ քեզ հարմար չի, որտեղ դու հաստ չես, որտեղ դու խնդիր ունես ոչ միայն հասարակության հետ, այլև ինքդ քո հետ։ Փախնում ես սովորաբար լավ տեղից չեմ փախնում։ Ավաղ եմ ես այս ամենը ասում, ցավով եմ ասում։ Այստեղ դուք նշեցիք քաղաքական էլիտայի, քաղաքական մշակույթի մասին, նշվում է, որ քաղաքական էլիտան եւ քաղաքական մշակույթը Հայաստանում բավականին, եթե շատ մեղմ գնահատելու լինենք, բավականին տխուր իրավիճակում է։ Եվ շատ լուրջ փոփոխությունների կարիք կա այստեղ խոսքը թե ընդդիմադիր, թե իշխանական էլիտայի մասին է։ Եվ տարբեր ուղղություններ են նշվում փոփոխությունների։ Իշխանությունից սկսած վերջացրած ժողովրդով որտեղից պետք է սկսել փոփոխել քաղաքական մշակույթն ու քաղաքական էլիտան, այդ նույն էլիտայի ներկայացուցիչները, որոնք ստեղծել են այդ էլիտան, իրենք միտեք ունենան այդպիսի քաղաքական կամք, որպեսզի փոխեն իրենց, դեստա ժողովուրդը Գիտեք ինչ, ես հիմա պիտի դիմեմ շատ պարզ, այսպես դասագրքային ճշմարտության եւ ըստ քաղաքագիտական այսպես եզրի, քաղաքական էլիտան ձևավորվում է քաղաքական կամպանիայի արդյունքում, որը ընտրություններն է եւ ընտրության արդյունքում տվյալ հասարակություն ներկայացնող քաղաքական ուժերի այսպես հավաքական համախումբը ինքը քաղաքական էլիտան է եւ ուզենք թե չուզենք մենք պիտի անդրադառնանք այն քաղաքական գործիքին, այն քաղաքական ինստիտուտին, որի արդյունքում ձևավորվում է քաղաքական էլիտան։ Եվ ես պիտի գամ սկիզբների սկզբին, որը մեր երկրում ընդհանրապես ընտրություններն են, ցանկացած երկրում ընտրության միջոցով են միակ ինստիտուտն է, որով ձևավորվում է քաղաքական էլիտան, եթե իհարկե դու բռնատիրական ավտորիտար երկիր չես։ Իսկ այդպիսի երկրներում էլ ընտրության մասին խոսելն ավելորդ է։ Մենք մի տեսակ երկու ճշմարտությունների Հայաստանում ենք ապրում, որտեղ ունենք հայտարարված ինստիտուտները ժողովրդավարության, նախ եւ առաջ ընտրության մեխանիզմով, բայց ունենք մի իրականություն, քաղաքական որակ, քաղաքական մշակույթ, խեղված ընտրությունների արդյունքում մենք ունենք այն, ինչ որ ունենք,
խոսքը քաղաքական բոլոր ինստիտուտների մասին է, նախ եւ առաջ ազգային ժողովը, որը ներկայացուցչական ժողովրդավարության առաջին, այսպես ասած, արտահայտիչը պիտի լինի։ Ավաղ, այս էլ քանի երրորդ անգամ Հայաստանում ընտրությունները ըստ էության ընտրություններ չեն, ոչ մեկի համար դա գաղտնիք չի, խեղված ձայներ, բռնություններ, կաշառակերության, ընդհանուր այսպես ասած սպանություններով ուղեկցող ընտրություններ եւ ես պիտի վարանեմ, որ ոչ թե վարանեմ, միանշանակ ես կխուսափեմ ընտրություն այսպես անվանումը տալ այն իրողությանը, որը մենք ունենք։ Եվ այսպեսի համապատկերի արդյունքում, երբ որ դու ունես խորհրդարան, որտեղ ըստ էության հայտարարվում է, որ խելքը որակ չի եւ ոչ անհրաժեշտություն, նույնիսկ ես ֆորմալ իմաստով մենք ունենք քաղաքական էլիտա, որը չի ներկայացնում նախ եւ առաջ այն քաղաքական համայնապատկերը, քաղաքական քարտեզը, որը Հայաստանում ունենք, բայց ամենակարևորը ոչ թե այդ քաղաքական քարտեզն է, այլ այն հասարակական սպասումները եւ հասարակության իդեալները, սպասումները, որ պիտի հասարակությունը ձևավորեր համապատասխան խորհրդարանով։ Ուրեմն մեր քաղաքական մշակույթը խեղված ընտրություններն են, ծախված ձայները եւ դրա արդյունքում ձևավորված շակերտների մեջ քաղաքական էլիտան, որ այսօր փորձում է կամ ամեն ինչ անում է Հայաստանի հասարակության, Հայաստանի քաղաքացիների անունից, այսպես ասած, որոշումներ եւ քաղաքականություն իրականացնել։ Եվ մեր ողբերգությունը ըստ էության այդտեղ է, բայց ես կուզենամ մի հարցի երկրորդ կողմին անդրադառնալ, մենք կարծես թե այսպես մեղքը հիմնականում բարդում են քաղաքական ուժերի վրա կամ իշխանության վրա, որը անշուշտ պատասխանատվության կամ այս երկսայ գործիքի գլխավոր պատասխանատուն նախ եւ առաջ քաղաքական ուժերն են եւ նախ եւ առաջ օրվա իշխանությունը, բայց եկեք չմոռանանք այս երկսայր ուրեմն հարաբերության մյուս կողմում կանգնած, մյուս երեսում կանգնած մասին, որը մեր հասարակությունն է։ Այն ամենայնիվ հասարակության պատկերը ինչ որ իմաստով նաև այսօրվա իշխանություններն են կամ քաղաքական էլիտան։ Վիճակիչների մեջ եմ օգտագործում քաղաքական էլիտա բառը, որովհետև եթե հասարակությունը ունենար անհանդուրժողականության եւ քաղաքացիական գիտակցության բավարար պաշար, երբեք մարդիկ, ովքեր իրավունքը պիտի չունենային եւ չվաստակեին հայտնվելու քաղաքական դաշտում եւ այդ նույն մարդկանց անունից որոշումներ կայացնելու չէին հայտնվի։ Ուրեմն 5000-ով հայրենիք վաճառելուց առաջ ես քեզ ձայնը 5000-ով վաճառելը թե հայրենիքը գրեթե այսպես ասած դնում եմ նույն հարթության վրա, որովհետև խեղված արդարության, խեղված ձայնի եւ խեղված ընտրությունների արդյունքում մենք պիտի ունենանք ճահճի